Հարդը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 3-ն է, այսօրվա հաղորդումը նույնպես չափազանց կարևոր է, եւ ես կանոնսավորեմ դուք ինքներդ կհամոզվեք, ինչ հարցերի մասին ենք խոսելու սիրելի հայրենակիցներ, նախ Հայաստան։ Հայաստանի շուրջ հիմա այնինչ տեղի ունենում հայտնվել է աշխարհի հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այնինչ անում է Ռուսաստանը Հայաստանի հետ, թշնամական այդ դրսևորումները քննարկում են բոլորը, թե ինչպես Ռուսաստանը վարվեց իր դաշնակցի հետ, եւ մենք արդեն արձագանքներ ունենք ամբողջ աշխարհից, Եվրամիությունից շատ լուրջ հայտարարություններ կան, եւ այդ հայտարարություններից մենք հասկանում ենք, թե ինչպես է Եվրամիությունը օգնելու Հայաստանին։ Կան տեղեկություններ, թե արդեն ուր է արտահանվում հայկական ապրանքը։ Չափազանց կարևոր հայտարարություններով է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում պատասխանելով ամերիկյան սենատորների հարցերին, այդ թվում նաև Հայաստանին վերաբերող հարցերին, ինչ փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի հետ, ինչ հարաբերություններ են հաստատվել Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագիր, ինչ շահեր եւ ինչի կարող է այդ ամենը բերել, նաև Ռուսաստանի դիրքորոշման մասին է անդրադարձ եղել, ահա այս հարցը կքննարկենք, դրանից բացի կխոսենք կրկին Բաքու-Թբիլիսի Cars երկաթգծից եւ Կոբախիձեի ելույթից, որով որ նա Հայաստանին փաստացի կոչ եղեց, անդրադարձավ Միչայլոց Հայաստանից նախարար կար երկաթգծի բացման արարողությանը, դրանից բացի շատ կարևոր տեղեկություն ենք մենք ստանում, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի եւ Փաշինյանի միջև եւ քննարկման, կարծում եմ հիմնական թեմաներից է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ առևտուրը Հայաստանի եւ Թուրքիայի միջև, դրանից բացի մենք տեղեկացանք նաեւ այն մասին, որ հունիսի 2-ին Թուրքիայի եւ Հայաստանի գործարար համայնքների հանդիպում է տեղի ունեցել Կարսում, բավականին հետաքրքիր հանդիպում, որը որ նույնպես քննարկման արժանի եւ մեզ հուշում է, որ կարող է հիմա շատ արագ ձևով առևտուր սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև, կասեմ ինչով է դա շատ լավ, բայց կասեմ նաեւ վտանգների մասին, քանի որ մենք այստեղ տեսնում ենք թուրքական ապրանքները եւ թուրքական ապրանքների որակը, սննդի մասին է խոսքը, բայց կրկնեմ, ընդհանուր առմամբ շատ լավ է, շատ դրական է, բայց եթե զգուշացված ես, ուրեմն պաշտպանված ես, նյուանսների մասին անպայման կխոսենք։ Ինչպես արդեն նշեցի Եվրամիության աջակցության մասին Հայաստանին, դա եւս առանցքային թեմաներից մեկն է, Արարատ Միրզոյանի հայտարարությունները եւս քննարկման արժանի են, դեբատների ժամանակ Հայաստանի իշխանությունները սկսել են ավելի բացեբաց խոսել եւ իրերը կոչել իրենց անուններով, նաեւ Ռուսաստանի մասով, ինչը բնականաբար չափազանց կարեւոր է։ Այստեղ ես առանձնացրել եմ նաեւ այն տեղեկությունը, որ Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է տրամադրելու Հայաստանին վիզա լիբերալիզացիայի հարցով, փաստացի այս գործընթացը նույնպես շատ արագ մեկնարկում է, մեկնարկը տրվում է, այդ գումարը տրվում է ներքին գործերի նախարարությանը լուրջ աշխատանքներ իրականացնելու համար։ Մնացածը արդեն միջազգային կարևոր հարցերն են։ Իրանում չափազանց լուրջ սրացում կա, Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հրթիռային հարվածներ եւ այլն եւ այդպես շարունակ կխոսենք, կհասկանանք, թե ուր է հարվածել Իրանը, ինչ է տեղի ունեցել ի պատասխան կամ ինչին ի պատասխան է հարված հասցրել Իրանը, ճիշտ փորձել հարված հասցնել։ Տարբեր են հիմա հակասական են տեղեկությունները, կան նաեւ տեսանյութեր։ Կարևոր թեմաներից մեկը նաեւ Ուկրաինան է։ Ուկրաինայից մենք հակասական տեղեկություններ ենք ստանում տարբեր առումներով, նախ հակաօդային պաշտպանության առումով խնդիրների է բախվում Ուկրաինան, ամենայն հավանականությամբ Patriot հրթիռների մասին է խոսքը, որոնք որ մեծ ծավալով ուղղորդվել էին դեպի Մերձավոր Արևելք, Ուկրաինայի օդը ավելի ու ավելի անպաշտպան է դառնում, բայց դա չի նշանակում, որ ռուսների գործերը լավ են, ինչպես արդեն նշեցի, ռուսները չեն կարողանում պահել Ղրիմի եւ Դոնբասի, Լուգանսկի օդը, հենց բացի այսօր Ուկրաինան հետաքրքիր հարվածներ է հասցրել կրկին Ռուսաստանի խորքում եւ հարվածներ է հասցրել նաեւ Լենինգրադում, Պետերբուրգ է, Լենինգրադն է, ինչ տարբերություն, ընդհանուր հաշվով նույնն է, երևի թե, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ ընթացք է ստանում այս պատերազմը, քանի որ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեծ գումարներ է պահանջում ռուսական բյուջենի վիճակի չէ այդ ամենը ապահովել։ Ահա այս հարցերը սիրելի հայրենակիցներ եւ ելի մի շարք հարցեր այսօրվա եթերում մենք կքննարկենք։ Եվ դրանից առաջ անպայման կոչ եմ անում սիրելի հայրենակիցներ լայքել, բաժանորդագրվել, գրել մեկնաբանություն հնարավորության դեպքում նաև տարածել ձեր սոցիալական ցանցերում այս հաղորդումը, քանի որ մենք հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում։ Մինչև ամսի 7-ը, 8-ը, 9-ը, 10-ը, այսինքն մոտ 10 օր կարելի ասել, ես կարծում եմ, որ մենք կլինենք հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում, դրա համար շատ կարևոր է ձեր ակտիվ աջակցությունը, տարածելը, լայքելը, բաժանորդագրվելը հիմա առավել քան կարևոր է։ Դրանից բացի մտածում եմ, եթե ստացվի երկու ավելի ճիշտ մտքի եմ գալ Հայաստան, չգալ Հայաստանի ընտրությունների օրը, բայց չնայած որ դերևս վերջնական որոշում չեմ կայացրել, ամենայն հավանականությամբ չգամ, քանի որ այստեղից երևի թե ավելի օպերատիվ կերպով կարողանանք մենք աշխատել։ Բայց տեսնենք, դերևս վերջնական որոշում չեմ կայացրել։ Եվ հաղորդումը ուզում եմ սկսել Փաշինյանի երեկվա նախընտրական հայտարարությամբ, որ եռագլուխ այս կուսակցությունը չպետք է որևիցե ձայն հավաքվի, չպետք է մտնի խորհրդարան, դա արդեն ժողովրդի արժանապատվության հարց է։ Եթե ահա այս կերպ է արդեն մտածում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա շատ լավ է։ Ես կարող եմ ասել, որ մենք ունենք շատ կարևոր եւ լավ առաջընթաց։ Իրոք, եթե չեն պատրաստում արգելել կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով այդ կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, ապա պետք է մեր ժողովուրդը արգելի այդ ուժերի մասնակցությունը ընտրություն, այսինքն այդ ուժերը չպետք է իրոք հաղթահարեն շեմը եւ մտնեն խորհրդարան։ Ես շատ հույսով եմ, ես գիտեմ, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է, բայց մեր ժողովրդի մի մասը ցավոք սրտի տարվում է փողին, տարվում է ընտրակաշարքին, ճիշտ է շատ լավ արդյունավետ ձևով աշխատում է հակակոռուպցիոն կոմիտեն եւ շատ մեծ է հավանականությունը, որ բոլորին էլ բացահայտեն, բայց այնուամենայնիվ բոլորին բացահայտելը մի քիչ հեքիաթային է հնչում ցավոք սրտի, բայց ասածս այն է, որ այդպիսի ահռելի կոռուպցիոն սխեմաների արդյունքով այդ ուժերը կարող է հատեն անցողիկ շեմը ցավոք սրտի, բայց ես հույսով եմ, շատ հույսով եմ, հրաշք տեղի կունենա, եթե այդ ուժերը չկարողանան հատել անցողիկ շեմը եւ հակակոռուպցիոն կոմիտեն էլ կարողանա բացահայտել բոլոր դեպքերը։ Հիմա հայկական ապրանքների մասով։ Իմիջայլոց ես երեք մեկնաբանությունների մեջ տեսա, որ հայկական վարդերը հիմա գնում են դեպի Ուկրաինա։ Այդ տեղեկությունը ես առաջին անգամ տեսա մեր YouTube-յան ալիքում մեկնաբանությունների մեջ, ինչի համար չափազանց շնորհակալ եմ։ Ես ամբողջ օրը հետևում եմ գրեթե ամբողջ լրահոսին, բայց մարդ եմ եւ ունեմ բնական սահմանափակումներ եւ ամեն ինչ որ մենք հասցնում ենք տեսնել եւ ամեն ինչ որ մենք հասցնում ենք ամեն ինչին չէ որ մենք հասցնում ենք ծանոթանալ, ճիշտ է, շատ մեծ ինֆորմացիայի ենք հասցնում ծանոթանալ եւ տիրապետել, բայց բացթողումներ այնուամենայնիվ բնական է դա ունենում ենք, թող մեկը չպարծենա, որ ամեն ինչ կարող է գիտենալ, ամեն ինչին կարող է հետևել։ Եվ ես տեսա այդ մեկնաբանությունը, շատ ուրախացա, հետո տեսա նաեւ ուրիշ օտար տելեգրամյան ալիքներում նույնպես, հատկապես պրոուկրաինյան տելեգրամյան ալիքներում, որ Հայաստանը սկսել է վարդերը արտահանել դեպի Ուկրաինա։ Աղբյուրը կոնկրետ չեմ կարող նշել, հույսով եմ, որ այդպես էլ կա եւ դա իրոք չափազանց ուրախացնող է եւ նույն ժամանակ մտքովս անցավ այն, որ ապրանքների մեծ մասը, հայկական ապրանքների մեծ մասը, որը որ գնում էր դեպի Ռուսաստան, այսօր կարող է ընդունել Ուկրաինան եւ դրա դիմաց նաեւ մենք կարող ենք ստանալ Ուկրաինայի շատ ավելի էժան գներով ծորեն։ Թող մտածեն այս մասին ռուսները, քանի որ Հայաստանը իրոք որ այլընտրանք ունի։ Կարևոր է անդրադառնալ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հայտարարությանը։ Ես երեք մասամբ անդրադարձա Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղու բացմանը, բայց կարևոր է որ մենք հիմա ծանոթանանք նաև
Կոբախիձեի խոսքերին նա ասում է, որ մենք կարող ենք Հայաստանը միացնել Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու նախագծին, երբ մենք խոսում ենք Վրաստանի կապի զարգացման մասին, Հայաստանին մեծ ուշադրություն է դարձվում։ Եվ մենք պատրաստ ենք հնարավորինս խորացնել մեր գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում տրանսպորտային ծառայությունների զարգացման հարցում։ Թե ինչի նկատի ունի Կոբախիձեն տրանսպորտային ծառայությունների զարգացման հարց ասելով, ես միայն կարող եմ ենթադրել, բայց լավ ենթադրություններ կարող եմ հանել, որ ավելի կոմֆորտային դառնա Հայաստանից հասնել մինչև Ախալքալակ Բեռներին եւ այնտեղ արդեն երկաթգծի միջոցով հասնել Թուրքիա եւ եվրոպական երկրներ։ Սա եւս շատ ուրախացնող հայտարարություն է եւ սրան պետք է արդեն հետևեն գործնական քայլեր, Հայաստանը եւս պետք է շատ ակտիվ աշխատի եւ ես գրեթե համոզված եմ, որ անպայման մերոնք կաշխատեն այս ուղղությամբ։ Հաջորդ հարցը, որը որ կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկն է, տեղի ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորումը եւ տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիա եւ Հայաստանի միջև կարգավորումը շարունակվում է։ Շարունակվում է նաեւ ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ քայլերով եւ Թուրքիան կաջակցի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ձեռնարկվող քայլերին, ասել է Թուրքիայի նախագահը։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Քուրրամ Բայրամի առիթով, Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է 51-ամյակի տարեդարձի առիթով։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ եւ գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Ելմեզի այցը Հայաստանի եվրոպական քաղաքական համայնքների գագաթնաժողովին Հայաստանում։ Դրանից բացի խոսել են Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընդհանցակարգերի սահմանելու որոշման մասին եւ Կարս Ախալքալակ երկաթուղու բացմանը եւ Հայաստանից արտահանումների հարցի մասին են խոսել, ինչպես նաեւ Հայաստան ապրանքների ներմուծումներ իրականացնելու մասին նույնպես։ Այս մասին հաղորդում է Հայաստանի կառավարությունը եւ մենք ունենք ուրիշ էլ շատ հետաքրքիր մի տեղեկություն, որը որ մենք երեկոյան ստացանք էլի Թուրքիայից, որը որ վերաբերվում է հայկական եւ թուրքական գործարար համայնքների հանդիպմանը Կարսում, հունիսի 2-ին այդպիսի հանդիպում է տեղի ունեցել, հայ գործարարները անցել են ցամաքային սահմանով եւ արդեն Ղարսում միացել են իրենց թուրք գործընկերների հետ եւ շատ չափազանց կարեւոր քննարկումներ են տեղի ունեցել։ Երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ առևտրի մեկնարկի համար ստեղծված բարենպաստ մթնոլորտը։ Այստեղ նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար ներկայացուցիչները, որոնք որ ներկայացնում են սննդի խմիչքների, շշալցված ջրերի, հութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկեբուծության եւ այլ ոլորտներին ընդգծեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրային համագործակցության զգալի ներուժը եւ մտքեր փոխանակեցին ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Այս հաղորդագրությունից մենք հասկանում ենք, որ այստեղ կային գործարարներ, որոնք որ զբաղվում են սնունդով, ծաղիկներով, շինանյութերով, զբոսաշրջությամբ եւ այլն, սա շատ կարեւոր է հաղորդագրության ներքևում մենք հասկանում ենք, որ արդեն հաղորդագրության ներքևում մենք հասկանում ենք նաեւ այն, որ Հայաստանը եւ Թուրքիան արդեն պատրաստվում են լիարժեք առևտրային հարաբերություններ հաստատել եւ նաեւ դա վերաբերվելու է սննդին, բայց սննդի մասով շատ մի կարևոր բայց կա, որի մասին ուզում եմ զգուշացնել, հաշվի առնելով այն, որ ես ապրում եմ Վրաստանում եւ լավ ծանոթ եմ թուրքական սննդին։ Ուրեմն թուրքական սնունդը Թուրքիայի ներսում չափազանց որակյալ սնունդ է, բայց այն ինչ Թուրքիան արտահանում է անորակ է, շատ անորակ է, շատ անորակ է, կարելի ասել։ Ճիշտ է, դա չի վերաբերում ամեն ինչին, բայց հիմնականում անորակ ապրանք է արտահանվողը Թուրքիայից։ Թուրքիայի ներսում որակյալ է, կրկնեմ, քանի որ մեզ մոտից մարդիկ գնում են, անցնում են սահմանը, այնտեղ
Այնտեղ առաջին իսկ քաղաքներից գնումներ են անում եւ վերադառնում են, մի փոքր էժան է Թուրքիայում, քան Վրաստանում ապրանքը եւ շատ ավելի որակյալ դրա համար մարդիկ նախ գնում էին նրա համար, որ էժան էր, հետո նրա համար սկսեցին գնալ, որ որակյալ ապրանք է Թուրքիայում։ Բայց ինչ գալիս է Վրաստան, առևտրի նպատակով հիմնականում անորակ է։ Դա չի վերաբերվում շինանյութին կամ այլ ապրանքներին, կոնկրետ սննդի մասին է խոսքը եւ դրա համար այստեղ չափազանց ուշադիր պետք է գտնվեն ապագայում Հայաստանի իշխանությունները։ Բայց ամենակարևորը ես մոռացա այս հաղորդումից մեջ բերել այն, որ գործարանները հիմա կոնկրետ հարց են քննարկում, թե ինչպես սկսեն առևտուրը կարս ախալկալակ երկաթուղու միջոցով։ Այսինքն սա վերաբերվում է փաստացի ոչ միայն վաղվա օրվան, այլ նաև ներկայիս առևտրային հարաբերությունների ձևավորմանը կոնկրետ աշխատանքները արդեն սկսվում են։ Հիմա հաջորդ կարևոր հարցի մասին խոսենք, սիրելի հայրենակիցներ, երեք հեռախոսազրույց է տեղի ունեցել Արարատ Միրզոյանի եւ Մարտակոսի միջև Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ հեռախոսազրույցը չափազանց կարևոր է եղել եւ սա վերաբերվել է Ռուսաստանի կողմից վերջերս մտցված էմբարգոին հայկական ապրանքների նկատմամբ, օրեցօր այդ թիվը աճում է, հիմա կարտոֆիլն է ընկել սահմանափակումների տակ եւ ոչ միայն եւ շատ կարևոր արդյունավետ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մարտակոսի եւ Արարատ Միրզոյանի միջև եւ Եվրոպան եւ Եվրամիությունը փաստացի խոստացել է Հայաստանին օգնել այս հարցում։ Հետո Մարտակոսը նաեւ հայտարարությամբ է հանդես եկել իր միկրոբլոգում, որ Հայաստանը սուվերեն երկիր է, Հայաստանը ինքնուրույն պետք է որոշի եւ Հայաստանը ինքնուրույն պետք է կարողանա որոշել իր զարգացման ուղին։ Խոսքը Եվրամիության մասին է, Հայաստանի անդամակցության հարցը, ինչին դեմ է Ռուսաստանը։ Հետո մենք տեղեկացանք այն մասին, որ Եվրամիությունը հատկացնում է Հայաստանին 2.2 միլիոն եվրո, որպիսի վիզաների ազատականացման հարցով Հայաստանը շատ կարևոր քայլեր ձեռնարկի, այդ ֆինանսները ուղղվելու են Հայաստանի ներքին գործերի նախարարությանը եւ սա առաջին ծրագիրն է Հայաստանի հետ այդ հարցով։ Երևի հետագայում էլի շատ կարևոր օժանդակություն լինի Հայաստանին Եվրամիությունից այդ կոնկրետ այս հարցի շուրջ։ Դրանից բացի ես տեսա մեկ հաղորդագրություն եւս, ցավոք սրտի չառանձնացրի, եւ դա վերաբերվում է կրկին Հայաստանից արտահանվող ապրանքներին եւ հաղորդագրության մեջ հստակ նշվում էր այն ընդհանուր առմամբ, որ Եվրամիությունը հիմա արտոնյալ ձևով օգնելու է հայկական ապրանքներին, որպեսզի հայկական ապրանքները հասնեն Եվրամիության շուկա։ Սա շատ կարևոր է, չափազանց կարևոր է եւ մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը այդպիսի քաղաքական որոշում է կայացնում, նույնիսկ կարող է օգնել Հայաստանին։ Որքան հասկացա, ակնարկ այնպիսին էր, որ կարող են նաեւ ֆինանսապես օգնել, որպեսզի հայերը կարողանան այդ ապրանքը հասցնել դեպի Եվրամիություն առանց խոչընդոտների, առանց խնդիրների։ Բայց տեսնենք, առաջ չեմ ուզում ընկնել, ես որքան հասկանում եմ այդպես էլ կա եւ նաեւ եթե ընդհանուր քաղաքական իրավիճակն է դիտարկում, թե ինչից հետո ինչ է տեղի ունեցել, քաղաքական համայնքների գագաթնաժողով, դրանից առաջ Հայաստանի որոշումը Եվրամիության անդամակցության մասով եւ այլն, դրանից ելնելով մենք հասկանում ենք, որ Եվրամիությունը միանշանակ պետք է արձագանքի եւ կարձագանքեր պետք է որ արձագանքեր։ Զելենսկիի կոչը նույնպես Եվրամիությանը, որ շտապեք, օգնեք Հայաստանին եւ մնացած երկրներին, դա եւս կարծում եմ, որ կարևոր ձևով ազդել է, դրական ձևով ազդել է Եվրամիության պաշտոնյաների վրա եւ ես գրեթե համոզված եմ, որ Եվրամիությունը հիմա բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի հայկական ապրանքները շատ արագ հասնեն դեպի Եվրոպա։ Դժվարություններ միանշանակ կլինեն, բայց արդեն իսկ երևում է լույսը այդ թունելի վերջում։ Հիմա անդրադառնանք Մարկո Ռուբիոյի հայտարարություններին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում, երբ որ նա պատասխանում էր սենատորների հարցերին եւ այդ հարցերից մեկը վերաբերվում էր նաեւ Հայաստանին
Մարկո Ռուբիոն ասում է, որ Ռուսաստանի Մոսկվայի դուրը չի գալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորացնում են իրենց հարաբերությունները Երևանի հետ։ Ռուսները դժգոհ են մեր խորացող համագործակցությունից Հայաստանի հետ, ասել է Մարկո Ռուբիոն, եւ նրա խոսքերով բոլոր հիմքերական կարծելով, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի ներկայիս իշխանությունը պարտություն կրի ընտրություններում։ Հիմա կարծում եմ պարզ է, չէ, ինչի եկավ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան եւ ինչի 2-3 օր անց Դոնալդ Թրամփը շատ հստակ ուղերձով հանդես եկավ։ Մարկո Ռուբիոն նաեւ շարունակել է միտքը ասելով, որ Հայաստանի հետ շատ կարևոր փաստաթուղթ է ստորագրվել, հատկապես TRIP-ի մասով, եւ Մարկո Ռուբիոյի խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ են հիմա իրականացնելու Հայաստանում, TRIP-ը նաեւ խաղաղության ծրագիր է, չափազանց կարևոր ծրագիր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որից որ պետք է շահեն Հայաստանի բոլոր հարևանները նաեւ։ Ռուբիոն նաեւ ասել է, որ մենք չենք ցկտում մենաշնորհային հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, նաեւ չենք տիպում Հայաստանին, որից է քայլ ձեռնարկել իր դաշնակիցների, ընկերների, հարևանների, այսինքն որևիցե երկրի նկատմամբ, բայց մենք մեր կարևոր տեղը պետք է ունենանք Հայաստանում, դա է հասկացրել, կարևոր տեղը պետք է ունենան մեր ընկերությունները Հայաստանում։ Եվ դա վերաբերվում է էներգետիկ ոլորտին, բազմաթիվ ոլորտների է վերաբերվելու դա։ Կարևոր է կարծում եմ նշել նաեւ այն, որ Բաքվի եւ Վաշինգտոնի միջև շատ հետաքրքիր փաստաթղթեր են ստորագրվել 8 միլիարդ դոլարանոց համաձայնագրեր են փաստացի ստորագրվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև Ռուբիոյի տեղակալներ գտնվում Բաքվում էներգետիկայի օգտակար հանածոների մատակարարումների մասով պայմանավորվածություններ են ձեռք բերվել տրանսպորտի եւ տարանցիկ երթուղիների վերաբերյալ ավիացիայի արհեստական բանականության եւ թվային ենթակառուցվածքներ, եթե այս վերջինը չլիներ, մնացածով կարծում եմ ցանուր առմամբ լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը խորացնում են իրենց հարաբերությունները, բայց թվային ոլորտը եւ արհեստական բանականությունը կարծում եմ, որ մենք այստեղ պետք է լուրջ մրցակցություն ապագայում ունենանք Ադրբեջանի հետ։ Հիմա կարծում եմ կարևոր անդրադառնալ մի քանի խոսքով նաեւ Արարատ Միրզոյանի երեկվա դեբատներին եւ հայտարարություններին, ավելի ազատ արտահայտվում է այդ դեբատներին արտգործնախարարը եւ մենք այդտեղից կրկին համոզվում ենք շատ հարցերում։ Եվ ինչ է ասում Արարատ Միրզոյանը, որ մենք վերջին տարիների պատմությունից գիտենք, թե վերջին զինադադարը խաղաղության երաշխավորը ինչպիսի վարքագիծ դրսևորեց։ Անդիմախոսներին նա հստակ ասեց, այսինքն անդիմախոսների հայտարարություններից հետո նա հստակ ասեց, որ ձեր ստացած մեթոդիկաները ուղղված են նրան, որ դիվերսիա իրականացնեք Հայաստանի ինքնիշխանության հաստատված խաղաղության ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։ Հայաստանին հետ բռնեն, ոտքերից քաշեն, տանեն, գցեն այն նույն ճահիճը, որում եղել է Հայաստանը 30 եւ ավելի տարի, ասում է Արարատ Միրզոյանը։ Եվ ահա այս հայտարարությունները չափազանց կարևոր հայտարարություններ էին, դրա համար ես այս հայտարարությունները առանձնացրի սիրելի հայրենակիցներ, Հայաստանի իշխանությունները եւ նույնիսկ արտգործ նախարարը ավելի ու ավելի բաց են սկսել խոսել Ռուսաստանի այդպիսի քաղաքականության եւ դիրքորոշման պատճառով, այսինքն Ռուսաստանը հիմա ինքը մեզ օգնեց, որ մենք ավելի բաց սկսենք խոսել մեր ժողովրդի հետ, մեր հասարակության հետ, նույն ժամանակ չօգտագործելով այնպիսի կոպիտ բառապաշար, որը որ կգրգռի մեր արիլասել արդեն հակառակորդին, այդտեղ եւս շատ զգուշավորենք, բայց ավելի ազատ ենք արտահայտվում մեր ժողովրդի հետ։ Ինչը բնականաբար ես կարծում եմ, որ առաջընթաց է։ Հիմա խոսենք, թե ինչ կա աշխարհում։ Ուրեմն Ղազախստանը պատրաստականություն է հայտնել իր տարածքում ընդունել եւ պահել իրանական հարաստացված ուրանը։ Տեսնենք ինչպեսի արձագանք կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ ընդհանուր առմամբ ինչպես կարձագանքի դրան Իրանը։ Եվ հետաքրքիրը այն է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև պաշտոնական
Հիմա տարաձայնությունները ահա այսպեսին են։ Իրանը հայտարարում է, որ բանակցությունները դադարեցվել են, իրենց ֆարս գործակալությունը ասում է, որ բանակցություններ չկան, իսկ Թրամփը ասում է, որ շատ արագ ռեժիմով այդ բանակցությունները ընթանում են։ Մարկո Ռուբիոն էլ է երեք երկար խոսել Իրանից եւ նա ասում է, որ մենք չենք կարող ունենալ մի աշխարհ, որտեղ որ նեղուցներով անցնում են միայն իրանական նավերը։ Լավ հայտարարություն է դուրս գալիս, ընդհանուր առմամբ Մարկո Ռուբիոյի քաղաքականությունը լավն է, վատը չէ։ Գլուխը աշխատում է, որ ասում են, եւ բավականին մեծ է իր եւ Թրամփի տարբերությունը։ Մարկո Ռուբիոն ասում է, որ եթե նրանք փակում են նեղուցները բոլորի համար, մենք էլ փակելու ենք նրանց համար։ Եվ փաստացի դա է հիմա տեղի ունենում։ Նոր չէ, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները վճռական քայլերի է դիմում մեկ-մեկ, որպեսզի պահպանի իրանական բլոկադան։ Մարկո Ռուբիոն նաև ասել է, որ ամենայն հավանականությամբ Մոջտաբա Խոմեյնին կենթանի եւ ավելի ու ավելի ակտիվ է կայացնում որոշումներ։ Այդ նա շատ մի կարևոր բարձրաբանում է արել, ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն վերացնի պատժամիջոցները Իրանի նկատմամբ միայն նրա համար, որ պատերազմը դադարեցվի, այսինքն ինչպես որ պահանջում է Իրանը, այդպես չի լինի։ Ռուբիոյի խոսքերով Իրանի վրայից կարող է այդ սանկցիաները, պատժամիջոցները հանվեն միայն այն ժամանակ, երբ որ Իրանը համաձայնվի որոշ գործողություններ։ Ես կարծում եմ, պարզ ասում է, որ եթե հրաժարվեք ատոմային ռումբ ստեղծելու եւ ունենալու գաղափարից, այդ ժամանակ Միացյալ Նահանգները կհանեն պատժամիջոցները եւ Հորմուզի նեղուցը անպայման պետք է բաց լինի բոլորի համար։ Թրամփը պարզաբանել է նաեւ Թրամփն է հայտարարությամբ հանդես եկել եւ նա էլ պարզաբանել է, թե ինչ հեռախոսազրույց է ունեցել Նետանյահուի հետ եւ ասել է, որ եւ Թրամփի խոսքերով ինքը ասել է Նետանյահուին, որ ոչ մի զորք չես ուղարկի Բեյրութ։ Դա բացառված է։ Եվ դրանից բացի Թրամփը տեղեկացրել է նաև այն մասին, որ ինքը պատրաստ է բանակցել նաև Հեզբոլլահի հետ։ Դրանից բացի Թրամփը նաև տեղեկացրել է, որ բանակցել է բարձրաստիճան Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ։ Մինչև հիմա Հեզբոլլահը տերորիստական կազմակերպություն էր, պարոն Թրամփ։ Հիմա արդեն բանակցում եք։ Դա քրքիր է։ Հիմա կարծում եմ ամենակարևորի մասին։ Քուվեյթի հակաօդային պաշտպանությունը մի քանի հրթիռ է որսացել օդում։ Իրանից եւ Իրաքից հրթիռներ են արձակվել Քուվեյթում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազայի ուղղությամբ։ Ինչպես արդեն նշեցի, Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրենք կարողացել են որսալ այդ հրթիռները, չնայած որ կան տեսանյութեր, որ հրթիռները ընկել են, ինձ դժվար է հասկանալ իրականում որսացել են այդ հրթիռների բեկորներն են ընկել, վնասներ կան, թե չէ։ Բայց փաստ է, որ հրթիռակոծությանը ենթարկվել Քուվեյթը եւ հայտարարություն կա, թե իրանցիների կողմից եւ թե Իրաքում գտնվող այդ ուժերի կողմից։ Հաղորդագրություն կա, որ այդ հրթիռները եղել են ուղղված Քուվեյթի եւ Բախրեյնի ուղղությամբ եւ ոչ միայն Քուվեյթն է այդ հրթիռները որսացել, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը եւ ի պատասխան այդ հրթիռակոծությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը պատասխան հարվածներ է հասցրել իրանական այդ հրթիռային արձակման կայաններին Կեշմ կղզու վրա։ Եվ այս ամենը տեղի ունեցել այն բանից հետո, երբ որ մի տանկեր այլ երկրի դրոշի ներքո փորձել է մտնել իրանական ջրեր, Ամերիկայի Միացյալ Նահանգները զգուշացրել են, բայց այդ նավը չի ենթարկվել, ստիպված են եղել հարվածել այդ նավին, կանգնեցնելու համար այդ նավը, եւ դրանից հետո արդեն այս հրթիռները արձակվել են իրանական կողմից, ինչպես նաեւ արդեն նշեցի, Իրաքի կողմից նույնպես։ Բայց մենք ունենք նաեւ ուրիշ հաղորդագրություն, մի քիչ դժվար է, գիտեք, հասկանալը, որ հաղորդագրությունը որից հետո է, քանի որ իրոք բարդ է մեկ-մեկ հասկանալ, այստեղ մենք ունենք նաև իրանական իսլամական հեղափոխության այդ կորպուսի պահապանների հաղորդագրությունը, որ ի պատասխան նրա, որ ամերիկացիները հարված են հասցրել Կեշմ կղզում, սա հավանաբար տեղի ունեցել այն բանից հետո, երբ որ
Հրթիռները Իրանը արդեն արձակել էր, պատասխան գործողությունով Ամերիկայի Միացյալ Նահանգները Կեշմ կղզուն էին հարվածել, հիմա իրանցիները հայտարարում են, որ իրենք էլ կրկին հարվածել են Միացյալ Նահանգների ռազմական շտաբերից մեկին, որտեղ որ գտնվում է ամերիկյան 5-րդ ծովային շտաբը։ Եվ դրանից բացի Իսլամական հեղափոխության կորպուսի այդ պահապանների ջոկատը զգուշացնում է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին փորձեն խոչընդոտել իրանական նավերին, ապա հետևանքները ավելի լուրջ են լինելու։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք թե ինչ կա ռուս-ուկրաինական պատերազմից։ Այսօր առավոտյան տեղեկություն ստացվեց, որ Ուկրաինան անօդաչուհաշող սարքերով հարվածել է Պետերբուրգում նոր բացվող նավթային խոշոր օբյեկտի։ Բազմաթիվ լուսանկարներ կան, թե ինչպես են այրվում այդ նավթային տերմինալները Սանկտ Պետերբուրգում։ Տեղեկություններ ունենք, որ ուկրաինացիները նաև հարվածել են, այսինքն ռուսներն են հայտնում այդ մասին, որ Մոսկվայից Ղրիմ ուղևորվող մարդատար մեքենային կան զոհեր, չգիտեմ որքանով է դա համապատասխանում իրականության, ով է հարվածել, ինչպես է հարվածել, այստեղ էլ միշտ մենք հարցեր ունենք, քանի որ հիմա Ռուսաստանը պատրաստում է մեծ ավելի լայնածավալ գործողությունների ընդդեմ Կիևի եւ նաեւ մենք տեղեկանում ենք այն մասին, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը թուլացել է, սպառվում են փաստացի հրթիռները եւ դա հավանաբար կապված է նրա հետ, որ Մերձավոր Արևելք շատ զենք է տեղափոխվել, ուղղորդվում է հիմնականում զենքը Մերձավոր Արևելք, հատկապես հակաօդային պաշտպանություն, դրա համար Ուկրաինան ունի բավականին լուրջ խնդիրներ եւ հիմա Ռուսաստանին նոր առիթներ են պետք, որպեսզի ավելի հազոր հարվածներ հասցնեն ուկրաինական մայրաքաղաքին եւ մնացած մեծ խոշոր քաղաքներին նույնպես։ Այսինքն իրավիճակը այնպիսին է, որ ուկրաինական դրոնները կարող են հրաշներ գործել ռուսական օդում, Ղրիմը կաթվածահար է փաստացի արվել, նավթ չկա Ղրիմում, գիտեք, Ուկրաինան կարողանում է հեռահար դրոնային հարվածներ հասնել Ռուսաստանի խորքում, մարտի դաշտում իրավիճակը ստաբիլիզացվել է, նաև ուկրաինացիները ունեն բավականին հետաքրքիր հաջողություններ, բայց պաշտպանության հարցում, Կիևի օդի պաշտպանության հարցում Ուկրաինան ունի բավականին լուրջ խնդիրներ, եւ դրա համար հիմա ռուսներին առիթներ են պետք, որպեսզի ավելի հազոր հարվածներ կարողանան հասցնել Կիևին, առիթներ են ման գալիս։ Բլումբերգն էլ տեղեկացնում է այն մասին, որ այս տարի ռուսները իրենց դրոնների արտադրությունը ավելացրել են 117%-ով։ Ահռելի մեծ քանակության է հասնում դրոնների արտադրությունը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում։ Եվ դրանից բացի հիմա նոր տեղեկություններ կան, որ Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում եւ ֆինանսական համակարգը խնդրել է Վլադիմիր Պուտինին, որպեսզի պատերազմի համար, բանակի եւ զորքի համար ծախսերը կրճատվեն, Պուտինը ասել է, որ ոչ, կրճատեք ամեն ինչ, բացի բանակի ծախսերից։ Այսինքն Ռուսաստանի տնտեսությունը շատ ծանր իրավիճակում է գտնվում, բայց այնուամենայնիվ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում կրճատումներ անել, այլ ճիշտ հակառակը պաշտպանության նախարարությունն էլ պահանջում է ել ավելի մեծ հատկացումներ տալ իրեն։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։